Լույս առավոտին շարունակվում է, ողջունում եք ևս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին, բոլոր այն մարդկանց, ովքեր քիչ առաջ միացան մեզ, Երանի ձեզ, ինչ եք միացել հեռուստացույցին, պարկեք, քնեք, հանգստացեք։ Ժամը 10 գրեթե։ Չնայած, ինչպես կասես, տատիկը սկորանոստը բող պդեյոտ, լավ, անցնենք առաջ։ Փետրվարի 4-ին աշխարհում քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է 2021 թվականից Ֆանտաջյանի անվան ռուսկաբանության ազգային կենտրոնը Հայաստանում կազմակերպում է ամենամյա գիտագործնական միջոցառում հայկական ռուսկաբանական կոնգրեսը։ Ամենամյա 6-րդ կոնգրեսն այս տարի հայկական ռուսկաբանություն համարձակ ծրագրերից դրանց իրագործում խորագրով կանցկացվի փետրվարի 7-ից 8-ը Երևանում։ Քաղցկեղի դեմ պայքարի եւ կոնգրեսի մասին ավելի մանրամասն խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են ռուսկաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ լաբորատոր ախտորոշիչ ծառայություն միջին ու կրտսեր բուժ անձնակազմի գծով Արթուր Ավետիսյանը, բարի լույս, եւ ուղղակրծքային վիրաբուժության եւ ինտերվենցիոն թոքաբանության բաժանմունքի վարիչ Տիգրան Բյուզանդյանը, բարի լույս։ Շնորհակալ ենք, որ ձեր գերծ անաբեռնված գրաֆիկից մեզ ժամանակ եք հատկացրել, ցավոք սրտի հարցազրույցը տևում է ընդամենը 15 րոպե եւ սա այն թեման է, որի մասին ընդամենը 15 րոպեում խոսելը ուղղակի ոչինչ չասելուն հավասար է։ Նախ ինչպես եք։ Լավ։ Օրը առավոտյան չգիտեմ, դուք հենց որ արթնանում եք, սուրճ, ջուր, հյութ, այս ժամին արդեն վիրահատում ենք։ Այս ժամին արդեն վիրահատում եք։ Վաու, դե չկորցնենք ժամանակը, հա, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Ես կուզեմ անդրադառնալ ամենակարևոր մեծ թեմային կոնգրես, որը անցկացվում է 6-րդ անգամ։ Եթե չենք սխալվում, եւ ավելի մանրամասն։ Այո, 6-րդ անգամ խոշոր միջոցառում է կազմակերպում ենք մեր երկրում եւ պատական չենք ընտրել փետրվարը, որքան էլ որ դա հարմար չի հյուրերի համար, երբեմն Հայաստանը ցույց տալու համար, բայց փետրվարը խորհրդանշական ամիս է այդ առումով, որտեղ փետրվարի 4-ը համաշխարհային քաղցկեղի դեմ պայքարի օրն է եւ այդ օրը ողբի մասին չէ, այլ հակառակը խնդիրի մասին խոսելու, բարձրաձայնելու եւս մեկ անգամ դրա մասին է եւ պետք է հասկանալ, որ այդ խնդիրը մեկ բժիշկի եւ մեկ պացիենտի խնդիրը չի, դա հասարակական խնդիր է, դա սոցիալական խնդիր է, եթե կուզեք անգամ անվտանգային խնդիր է եւ դա այդպես է ամբողջ աշխարհում։ Հայաստանը մենք մեր կոնգրեսով ուզում ենք ցույց տանք, որ մենք այդ գիտակցության մի մասն ենք, համաշխարհային գիտակցության, այսպես կոչված Փարիզյան հռչակագրի եւ եւս մեր համար ստեղծել ենք հարթակ, որտեղ միջազգային փորձը, մեր փորձը այդ հարթակում փորձից վերածվում է գիտելիքի եւ հակառակը, հա։ Մենք ունենք ամեն տարի ունենում ենք 500-ից ավել պատվիրակ, երևի մի քանի տասնյակ հյուրեր արտասահմանից եւ այս տարի ամենախոշոր պատվիրակությունը նույնպես սպասում են Գերմանիայից, Հայդելբերգի համալսարանական կլինիկայից, ում մենք փաստաթղթային գործընկերներ ենք արդեն, 10 հոգանոց խումբ է գալիս, անցած տարի նրանք ընդամենը 3-ն էին, եւ այս անգամ 10 հոգանոց բժիշկների եւ հայտնի պրոֆեսորների խումբ է գալիս իրենց դասախոսություններով։ Ունենք հյուրեր շատ ավելի տարբեր երկրներից, հա, հիշեցնենք։ Ունենք հյուրեր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ունենք հյուրեր Շվեդիայի Հանրապետությունից, ունենք հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, ունենք հյուրեր նաև մոտ արտասահմանից, դա Վրաստանի Հանրապետության մասին է խոսքը, ինչպես նաև մեր հայ բժիշկները, ովքեր տարբեր երկրներից ժամանում են Հայաստան, հենց այդ միջոցառման համար, նույնիսկ այս տարի մենք հյուր ունենք Անգլիայից, ով իր իսկ կամքով ցանկանում է մասնակցել այսպիսի մեծ միջոցառմանը, որը կազմակերպված է Հայաստանում եւ կազմակերպված է հայկական հանրության կողմից։ Իսկ ովքեր են կոնգրեսի հիմնական մասնակիցներն ու թիրախային լսարանը։ Թիրախային լսարանը բավականին լայն է Հայաստանում, որովհետեւ այնտեղ սա շարունակական կրթության մի մաս է, կոնգրեսը ընդհանրապես բժշկության մեջ դա կարևորագույն մասերից մեկն է, դա ժամանց չի ընդհանրապես, որ
ինչպես կարող է շատերին թվալ, հա, եւ թեմատիկ քանի բավական շատ թեմաների ենք բաժանվում, երբ որ ընդհանուր դահլիճից սկսում ենք տեղափոխվել սեկցիաների, հա, ինչ որ մի դահլիճում միայն կարող է գինեկոլոգներն ու ռուծկաբանները լինեն, մյուսում թորակալ վիրաբույժներ են, մյուսում որովայնային վիրաբույժները, այսինքն ավելի նեղ մասնագիտական քննարկումներ են լինելու եւ այլն, ամենակարևորը վիրաբուժությունից կարող ենք խոսել այս տարի Այս տարին ունիկալ է նաև այն հանգամանքով, որ այս տարի եւս մենք կազմակերպել ենք լայվ վիրաբուժություն, այսինքն ժամանակին զուգահեռ վիրահատարանից տրանսլյացիա տեղի ունենալու եւ դահլիճում գտնվող մասնագետները կարող են տեսնել այն ինչ տեսնում է վիրաբույժը վիրահատության ժամանակ եւ անմիջապես վիրահատող բժշկին տալ այն հարցերը, որը նա կարող է չկարողանալ տալ սովորական հասարակ վիրահատարանում, որտեղ լարված աշխատանքային մթնոլորտ եւ այլն նմանատիպ ֆորմատով այո մենք հեղինակը չենք այս ֆորմատի, սա տարածված ֆորմատ է միջազգային գիտաժողովների ժամանակ եւ ուղղված է ոչ թե պրակտիկ հմտություններ ստեղծելու, այլ եղած պրակտիկ հմտությունները զարգացնելու եւ ցիտեմ իմ շատ լավ գործընկերներից մեկի խոսքը, չկա վիրաբույժ, ում մոտից չես կարող սովորել մեկ հնարք գոնե։ Եվ այո, երբ վիրահատում է պրոֆեսորը, վիրահատում է փորձառու մասնագետ, կարող ես ոչ թե մեկ հնարք, այլ բազմաթիվ հնարքներ սովորել եւ բազմաթիվ քայլերի հաջորդականություն, որոնք կօգնեն թե տվյալ բժշկին, ով մասնակցում է տվյալ դասընթացին, թե ապագա նրա բուժառուներին, քանզի այդ հնարքների եւ հմտությունների կիրառումը օգնում է թե արագացնել ժամանակը վիրահատության, թե ապավել ավելի անվտանգ վիրահատություն բարդությունների տեսանկյունից։ Հետաքրքիր, այսինքն նախորդ կոնգրեսներին այս ծրագիրը ներառված չի եղել։ Բոլոր 5-ում չեն եղել նախորդում, բայց ունեցել ենք էլի, այսպես ասած, վարպետաց դասեր, երբ վիրահատությունը տրանսլյացիա է լինում դահլիճ եւ ակտիվ զրույց է լինում վիրաբույժի հետ, վիրասրահից եւ դահլիճի վիրաբույժների հետ։ Գիտեք, երբեմն լինում են անգամ այդպիսի կոնգրեսներից, անգամ փորձառու վիրաբույժները որոշակիորեն ինչ որ կարող է ձեռագիր փոխեն իրենց աշխատանքի մեջ։ Այսինքն ինչ որ մի կարևոր նյուանս, հետաքրքիր է, ես էլ կփորձեմ եւ տեսնում ես ձեռագիր է փոխվում։ Իսկ դրա հետևանքում արդեն բուժված ավելի հաջող վիրահատություններն են, ավելի բնականաբար լավ արդյունքներն են։ Մի բան կուզեի ավելացնել, եթե թույլ տաք, բժիշկը հիշեցրեց մեր շվեդ հյուրերի մասին, իրենց հատուկ են հրավիրել 3 Շվեդիայից 3 մասնագետ ունենք, որոնք ճառագայթային ուռուցքաբաններ են։ Եթե ուշադիր եք, Հայաստանում վերջին տարիներին բավական արագ զարգանում է ճառագայթային ուռուցքաբանությունը այն առումով, որ նոր սարքեր են ձեռք բերվում, իսկ դա դժվար ոլորտ է, որտեղ ամեն սարքը կարող է արժանալ 2-3 միլիոն դոլար, եւ այսօր Հայաստանում այդ սարքերից արդեն մի քանի հատ կան, կարծես 5 հա երևի։ Ի վերջո, եւ հիմա այդ եւ նոր սարքերից բաց է, ամեն ինչը պետք է ավելի հմուտ աշխատես այդ սարքերի հետ, իրենց բոլոր հնարավորությունները օգտագործես եւ շվեդերը դա Շվեդիայում կա Կարոլինսկա ինստիտուտ, բավական նեղ մասնագիտացված հենց ճառագայթային ուռուցքաբանության մեջ նրանք գալիս են այստեղ մեր խնդիրները, այսպես ասած, գույքագրելու մեր խնդրանքով եւ միասին ճանապարհային քարտեզ մշակենք, ինչպես դա սարքենք ուսումնական ծրագիր։ Այսինքն մեր ծրագրի, այսպես ասած, պլանավորված մինիմումը դա ունենանք շարունակական ուսումնական ծրագիր, իսկ մաքսիմումը եթե հաջողվի տարածաշրջանային դպրոց, այսպես ասած։ Փետրվարի 4-ը համարվում է համաշխարհային ուռուցքաբանության օր, կարող եք ասել, թե ուր է հասել հայկական ուռուցքաբանությունը այս հիվանդության դեմ պայքարում։ Միգուցե շատ գլոբալ հարց է, եւ դժվար կլինի այս հարցին պատասխանել։ Դժվար թե, տեսեք, մենք իրականում չենք կարող շատ մեծ լուխկովանք ասենք մենք էլ ենք գիտություն գեներացնում, որտեղ դա ծայրահեղ մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ երևի տասնամյակներ հատուկ ուղղությամբ կրթություն, հա, բայց մյուս կողմից էլ չենք ուզում մեզ դրսևորենք որպես պարզապես դիտորդ, հա, եւ այս կոնգրեսներով դա փորձում ենք լրացնել այդ ամեն ինչը։ Այսպես ասեմ, գրականությունը ինքը այնպես բաց է եւ սովորելն էլ է բաց,
համաշխարհային ուռուցքաբանության դռները ցանկացած բժշկի համար բաց են, պետք է միայն ցանկություն։ Օրինակ մեր կենտրոնի բժիշկները պարտավոր են գնան արտերկիր վերապատրաստման, իդեպ հենց կենտրոնի հաշվին, այսինքն եթե ինչ-որ պասիվություն ենք տեսնում, դրա հետևանքներ կարող է ունենալ, այսպես ասեմ։ Իսկ ընդհանրապես աշխարհը ուռուցքաբանությունը որպես գիտություն այնպես արագ է զարգանում, որ դժվար է պատկերացնել, թե եւ հավատացեք, անգամ հավաստական բանականությունն է սկսել օգնել դեղամիջոց արտադրելու մեջ, եթե մի դեղի վրա ժամանակ կարող էին ծախսել, չգիտեմ, տասնամյակ մինչև այդ դեղը հայտնաբերեին, հիմա դա անգամներով կրճատվում է այդ ժամանակը, այս օրերին, հենց հիմա։ Մենք բնականաբար միջազգային այդ տրենդերից որևէ կերպ փորձում ենք հետ չմնալ։ Ու մեր մոտ ստացվում է դա։ Կոնգրեսը նաև հնարավորություն է տալիս ծանոթանալու, բացահայտելու, սովորելու ու ըստ իս կոնգրեսը շատ մեծ հաջողություն ու ձեռքբերում է երիտասարդ ուռուցքաբանների համար, այ հետաքրքիր իրենց համար ինչ է արվում, որովհետև կոնգրեսի մասնակիցը լինելով իրենք առաջին հերթին նախ որոշ ծանոթանում են, ինչպես նշեցիք, տարբեր երկրների ժամանած պրոֆեսորների, մասնագետների հետ, բացի այն, որ նրանք մեծ փորձի փոխանակում արդեն նոր գիտելիք եւ այլն, էլ ինչ է տալու սկսնակներին։ Թույլ տվեք ես պատասխանել։ Անդրադառնալով գիտական ծրագրին, մենք ունենք երկօրյա գիտական ծրագիր մոտ 120 զեկույցողով եւ այդ ամենը բաժանված է 12 տարբեր մասնագիտական դաշտերին, այսինքն ասել է թե ուռուցքաբանություն դա մեկ մասնագիտություն չէ առանձին վերսած, այլ առանձին ճյուղեր եւ առանձին ենթաճյուղեր են, այստեղ կարող եք ուշադրություն դարձնել, եթե անդրադառնանք գիտական ծրագրին, առանձին կրծքային վիրաբուժության, առանձին աբդոմինալ վիրաբուժության եւ քանզի դաշտը բավականին լայն է նույն կրծքային վիրաբուժության եւ աբդոմինալ վիրաբուժության, իրանք ունեն ենթաճյուղեր եւ այս տարի մենք ունեցանք եւս ենթաճյուղերի առանձին սեսիաներ գիտական եւ երիտասարդ մասնագետը գալով լսելով մոտ 3 ժամ նույն ոլորտի մասին զեկույցներ, ինչու՞ չէ նաև ինքը իր փորձով կիսվել, դա միանշանակ բերում է իրազեկման եւ նոր տեխնոլոգիաների բացահայտման, քանզի ինչով է տարբերվում դասախոսությունը, հասարակ դասախոսությունը գիտական կոնֆերանսից եւ կոնգրեսից, կոնգրեսի ժամանակ մարդիկ կիսվում են իրենց փորձով, այսինքն իրենք գտել են հայտնի խնդրի ուրույն լուծումներ եւ իրենք առաջարկում են իրենց լուծումները կիրառել նաեւ այլ մասնագետներին եւ գտնվելով նմանատիպ տեղ, լսելով 10 տարբեր լուծումներ, տարբեր բժշկական կենտրոններից, ինչու՞ չէ նաեւ տարբեր երկրներից, միգուցե եւ մեր աշխատանքում բան փոխվի։ Այսինքն մենք ունենք եւս այդ խնդրը, մենք նկատել ենք դա, հեշտ լուծումը տեսանք, այսինչ միջոցառման ժամանակ փորձենք կիրառենք սա։ Եվ այդպես բոլոր մասնագիտական դաշտերը, դա մամալոգիան է, դա գինեկոլոգիան է, դա ուրոլոգիան է, դա մանկական ուռուցքաբանությունն է, դա պալիատիվ թերապիան է եւ նույնիսկ այն ծրագրերը, այն մասնագիտությունները, որոնք ցավոք չեն ընդգրկվել ելնելով դիմորդների քիչ լինելուց եւ այլն, չնայած նրանք հաշված են, նրանք բազմաթիվ չեն, լսելով այլ մասնագիտության զեկույցներ, մենք կարող ենք եւս ունենալ ինչ-որ հմտությունների ձեռքբերում։ Ես իմ անձնական փորձից ասեմ, շատ եմ ընկերություն արել միշտ անոթային վիրաբույժների հետ եւ մոտավորապես 4-5 հնարք ես սովորել եմ հենց անոթային վիրաբույժներից, թվում է թե կրծքային վիրաբույժությունը նրանք կիրառելի չեն, բայց փորձը ցույց տվեց, որ այո, դա կարելի է կիրառել։ Գիտեք, բժշկության մեջ մի հատ խոսույթ կա, այնինչ կարդում ես գրքում, ամբողջ օրը սովորեցինք ինստիտուտում, հետո գալիս ես կլինիկա, տեսնում ես ուրիշ բան է կատարվում, այսինքն փորձն ու կյանքի փորձը եւ այն ինչ որ գրքում սովորել ես, հաճախ չեն համընկնում, անգամ հիվանդության ընթացքը, կարող ես կարդալ, գաստոս ուրիշ ընթացք է ընթանում։ Այսպիսի կոնգրեսներում ավագ սերնդից այդ մանրուքները տեսնելը, փորձելը, հարցնելը պարտադիր մաս են կազմում։ Եվ իհարկե կխնդրեի նաև նշեք, եթե կոնկրետ թեմատիկ ուղղություններ կան, հա, որովհետև կարծում եմ օրինակ նախորդ տարվա, մյուս տարվա հետ տարբերություններ կան ու ինչպես են ընտրվում ուղղությունները։ Թե ոչ թեմաներ շուրջ այս տարի մենք ունենք 2 թեմատիկ սեսիա կրծքային վիրաբուժության մասին, 2 թեմատիկ սեսիա աբդոմինալ վիրաբուժության մասին, ուրոլոգիայի թեմատիկ սեսիա, մամալոգիա, մանկական ուռուցքաբանություն, պալիատիվ թերապիա, գինեկոլոգիա, կլինիկական ուռուցքաբանություն եւ ուրեմն մոռացա
մեկ հատն էլ կունենք, դա թող մնա գաղտնիք այսինքն։ Ի վերջո ընդհանուր թեմաներ ունենք, դա մեծ դահլիճում։ Եվ ընդհանրապես գիտեք ինչ, երևի ընդհանրապես հեծանիվ չեմ հնարի, որ ասեմ սովորական մարդկային կապերը, անձնային կապերը մեծ նշանակություն են բոլոր ոլորտերում, նույնը բժշկագիտության մեջ։ Եվ այսքան հայտնի աստղաբույր արտասահմանցի բժիշկների, որ հավաքում են, դա էլ անձնական կապերի շնորհիվ է։ Մեկ այլ կոնգրեսին մենք կարող ենք գնալ, ծանոթանալ, հրավիրել, հետո եւ խոսքից խոսք արդեն տեսնում ես ճառագայթային թերապիայի դպրոց է ուզում հիմնել, հա, այդ շղթան գալի հասնում է դրան, իսկ շղթայի արդեն շահողը պացիենտն է։ Այսինքն ինչ որ միտեղ մեկի հետ ծանոթանալուց այդ շղթան բերում հասնում է բուժված պացիենտին։ Կոնգրեսները դա մեր կյանքի ամենօրյա անբաժանելի մասն է։ Շնորհակալ ենք շատ պարոնավետյան, պարոն Բյուզանդյան։ Ինչպես նշեցի, սա ոչինչ չէր երբ այս թեմայի շուրջ խոսել եմ, որովհետև 15 րոպեն կարծես թե նոր ասացինք ձեզ բարի լույս, բայց հիմա ստիպված ենք ձեզ հրաժեշտ տալու։ Վստահ եմ, որ կրկին կունենանք հանդիպումներ, միգուցե դուք շատ զբաղված կլինեք, բայց Վարնաջանից վստահ եմ կլինեն տաղանդավոր մարդիկ, ովքեր կան մեր մոտ կգտնեն այդ ժամանակը եւ կխոսենք նոր հաջողությունների, ձեռքբերումների եւ հաղթանակների մասին, ինչու՞ չէ նաեւ դպրոցի մասին, որը որ միգուցե ստեղծվի։ Շնորհակալ ենք շատ։ Գնացեք մեզ հետ ժամանակի հետ կապված, միշտ ժամանակը վազում է, շտապում, չգիտեմ ուր է գնում, այո, ընդմիջվել գովազդով, ինչից հետո կընդունենք մեր հաջորդ կարևոր հյուրերին։ Մնացեք մեզ հետ։